Առաջին անգամ հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ ֆրանսիական Արամ հետազոտության եւ հայկական հիշողության արխիվների միությունը Հայաստանի պատմության թանգարանի հետ գործակցությամբ իր պահոցներից հանել եւ Ֆրանսիայի սահմաններից դուրս ցուցադրում է Մարսելի Քեմպոտո կացարանի պատմությունը ներկայացնող 5 տասնյակից ավելի արժեքավոր ցուցանմուշներ։ Հայաստանի պատմության թանգարանում մեկ ամիս շարունակ կներկայացվի Քեմպոտո Մարսել պատմություն ցեղասպանությունից փրկվածներից խորագրով ժամանակավոր ցուցահանդեսը թանգարանում չափազանց ուրախ են ոչ միայն ֆրանսիական կողմի հետ նման արդյունավետ գործակցության, այլև Արամից ստացած արժեքավոր նվիրատվության Նանսենյան անձնագրի բնօրինակի համար։ Շատ ուրախ ենք համագործակցել Մարսելում գործող Արամ հայկական հիշողության հետազոտման եւ արխիվացման միության հետ, որոնք սիրով մեկ ամիս ժամանակով, այսպես բերեցին այս նյութերը Հայաստան եւ նաեւ մեզ հետ համատեղ կազմակերպեցին այս ցուցահանդեսը, ինչպես նաեւ մի քանի նմուշներ եւ դրանց մեջ նաեւ Նանսենյան մի անձնագիր որոշեցին նվիրել Հայաստանի պատմության թանգարանին եւ այդպիսով համալրել մեր թանգարանի ազգային հավաքածուն։ Մարսելի Քեմպոտո ճամբարը գործել է 1922-ից մինչև 1927։ Այստեղ ապաստանել է ավելի քան 5000 հայ գաղթական Կոնյայից, Այնթափից, Վանից, Խարբերդից, Սիվասից։ Քեմպոտոյում գործում էր դպրոց 400 հայ աշակերտի համար, որն ուներ 12 ուսուցիչ, 9 հայ եւ 3 ֆրանսիացի։ Ավելի ուշ այստեղ բացվեցին հայրենակցական կառույցներ, եկեղեցական միություններ, մարդիկ սկսեցին համակերպվել նոր պայմաններին եւ նոր հայրենիք գտնելու գաղափար։ Թեև շատերն այդպես էլ չեն կորցրել իրենց տուն վերադառնալու հույսը։ Ցուցանմուշների թվում է նաև Օսմանյան անձնագրով հայի վերադարձը մերժող փաստաթուղթը։ Այս բոլոր պատմություններն ու տվյալները թվայնացված են եւ հազարների են հասնում։ Շատ անկանգա, որ հիմա թիվ չեմ գրնար դարձել իրականության մեջ։ Կարող ենք ասել հազարավոր։ Հազարավոր, այո, հանկիստ կարող ենք ասել հազարավոր եւ ունենք քիրք, երաժշտություն, լուսանգար, անշուշտ վիդեոներ ունենք, եթե դուք պետք ունիք, ուսանող եք, պետք ունիք գիտնալ ասինչ թվականին ինչ ա եղել, մեզ մոդը գաք կամ վեբսայթին երթա, կարող վեբսայթ ունենք webaram.com, որ կարակ եթե ոչ մի բան բնդրեք գտնել այս սայթ։ 1922-ին Իզմիրի աղետից հետո ֆրանսիական նավատորմի Տուրվիլ նավը Ստամբուլից Մարսել է տանում ցեղասպանությունից փրկված հայերի առաջին մեծ խումբը։ Ֆրանսիայում Հայաստանի առաջին հանրապետության ներկայացուցիչ Տիգրան Միրզայանցը դիմում է ֆրանսիական կառավարությանը խնդրանքով, որ հայ գաղթականներին տեղավորեն զինվորական ճամբարում, եւ հենց Քեմպոտո անունով ճամբարն էլ դարձավ հայ գաղթականության մեծ ապաստանը Մարսելում։ Առաջինը Մարսելն էր։ Մարսել ուրեմն առաջին անգամ որ հայերը հասան առաջին դեղը Մարսել էր, մեծ նավահանգիստներ եւ ոնց շատ ջերմորեն ընդունվեցան, պետք է ընդունել շատ ջերմորեն ընդունվեցան եւ ամենամեծ ավազույցը ասիմակվա այդ Կամպ Ուդոն է, որ մեծ ճամբար մներ, ուր հայերը գստան ասին ճագերդի մեջ հանգիստ ավաստան գտնել։ 1927 թվականին Քեմպոտոն փակվեց եւ հետագայում այստեղ տեղադրված հուշաքարը հավերժացնում է 5 տարվա հայկական ճամբարական կյանքի եւ ցեղասպանությունը վերապրածների վերածննդի մասին հիշողությունը։ Նունե Ալեքսանյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։